օրինակ ձերբակալվեցին որոշ հոգևորականներ, այսօր ձայնագրություն հրապարակվեց, ինչպես է կաթողիկոսը հոգևորականների նման որևէ կամ պահանջել, որպեսզի մասնակցեն հակաիշխանական ցույցերի, կաթողիկոսի շուրջ կարծիքով սերվում է, ինչ է գերուներում, ինչ սպասում։ Եթե չասեք, որ գլուխ եք գովում, որտեղ կհիշեք, ամեն ասեմ ես գումարեցի չեմ, չափավոր եմ մի քիչ էլի։ Ես ժամանակին ասել եմ, պնդում եմ, որ ռուսական ազդեցության կենտրոններից մեկը կաթողիկոս ինքն է, ռեզիդենտը, ակնհայտ է եւ դա չագերտավոր բնական է։ Ինչու՞։ Այդ ասենք, որտեղ չի հասկացվի 1836 թվականից կամ 7-ներ Պասկևիչը հայտնի գեներալ, որ Արևելյան Հայաստանը գրավեց եւ ներսես աշտարակեցում գրավել տվեց, ակսորեց Բեսարաբիա, կաթողիկոսի մեր։ Ուրեմն այդ ժամանակից մշակվեց պոլոժենիա, կանոնագիր հայ եկեղեցու եւ հայ եկեղեցին բացի հանրապետության շրջանը, 17, երբ Ռուսաստանը 20 թվականներ, ըստ էության պոլոժենիով է կառավարվել եւ ես ենթադրում եմ, որ դա սինոդն է կառավարել կայսրության եկեղեցու այդ բանը եւ սինոդն էլ կառավարել է, կառավարում է։ Հիմա այս բարակայով ինչ է։ Դուք հիշեք 44 օրյա պատերազմը, եթե մարդը տխմար չի, չարժի էլ ասել, բայց ասենք պատերազմը կազմակերպվել է Լավրովի պլանով, Ռուսաստանի ցանկությամբ, թույլտվությամբ եւ երկու նպատակով։ Այստեղ եղբայրական բաժանում էր եղել, Ալիևը ստանում է վերադարձված Արցախը, ինչ որ ստացավ, ենել ինչ տեսքով ստացավ, իսկ պատերազմի արդյունքով Հայաստանի Հանրապետությունում հեղաշրջում է տեղի ունենում եւ Հայաստանը վերածվում է ռուսկի միրի, այդ գուբերնիաչի, ավելի վատ բան է։ Մեկը ստացվեց, մյուսը չստացվեց։ Չստացվեց Հայաստանի Հանրապետության ռուսկի միրի վերածումը, ավելին։ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը եւ ոչ միայն քաղաքական, այսպես ասենք, էլիտա, նոր Հայաստանի, որի մեջ նաեւ ասենք, որ նաեւ լրագրողներ էլիտար մասը, իշխանության եւ այդ պաշտպանության կարողացան գլխիններ ժամանակին եւ Հայաստանը փոկել ռուսական խարդավանքների, այսինքն Ղարաբաղի արդեն չեղած հարցով շարունակելու պայքարը Արցախ եւ այլն։ Եվ այսպես մի խոսքով եղավ մի բան, որ Հայաստան անկախության գնաց եւ ճիշտ քաղաքականության արդյունքով մեծ կորուստով եւ այլն, բայց գնաց։ Դա մոտավորապես նույնն էր, ինչ որ հետ պատերազմյան Գերմանիան Հիտլերից հետո երբ Արևելյան Գերմանիային գերմանացիք տեր չեղանել, ճար չկար, այն 3 գերմանյաները փրկեցին, դարձան ֆեդերատիվ, հետո նաեւ էս։ Հիմա ինչի համար եմ սա ասում։ Սա պիտի մենք հասկանանք եւ ուրեմն Ռուսաստան ազդեցության ինչ գործիքներ ուներ։ Օգտագործեց ամեն ինչ բոլորին։ Քոչարյան Ռոբերտին ինչքան օգտագործեց, ինչքան պաշտոնյաների նախկին օգտագործեց եւ այլն, որոնց բոլորները թաթախված են կոռուպցիայի եւ կեղտի մեջ։ Մարդասպանություն, ամեն մեկը նայած, մեկը Սալյարկի վաճառական նախագահ, մեկը ավազի գող վարչապետ, զավեշտ է էլի, բանը, կիսագրագետ կամ կանգրագետ 300 կիլանոց գեներալ, ինչ-որ տեսանք էլի, այսպես, եւ ահա Ռուսաստանը այս բոլորից հետո տեսավ հեղաշրջում չի լինում, վերջի ինձ թվում է փամփուշտը նետեց մարտի մեջ եւ կրակեց։ Դա եկեղեցին էր եւ հա Գալստանյանն է հայտնվում, որը վարչապետության տեխնացու եւ այլն, բայց սա էլ փուրը գնաց, տեսակ մեր ժողովրդի այդ ոսկեպար, այս ամբողջը երրած եւ այս մարդը փուրը գնաց հեղինակության անկյուն ձերբակալվեց, գնաց եւ շարունակվեց, ես ենթադրում եմ ռուսները ստավկեն իրենց լեզվով ասած հիմնականում դրել են եկեղեցու վրա, բայց քանի որ եկեղեցին ի վիճակի չէր հեղաշրջում աներ կաթողիկոսի գլխավորությամբ, ուրեմն կրակի մեջ նետվեց նաև
Սամո կոչված այդ բանը, օլիգարխ կոչված է, աշխարհի հարուստ մարդկանցից մեկը, որի տեսնում ես հարցազրույցներ բաներ լսում ես, ասում ես, ես օրինակ շշմել եմ, սրանք են խելացի հայերը, որ միլիարդներ ունեն։ Այս նշանակում է Ռուսաստան սրանց աճեցրել էր, սա էլ չփրկեց, տեսեք, դե շարժում չի ստացվում, իրենց ձևով, չգիտեմ, պարավի ձևով, պարավի ուլի ձևով, ոչ մի բան չի ստացվում, բացի տեղական նշանակության քամին, նաև օլիգարխիայի մեջ գզվրտոց կա, չէ՞, Քոչարյան Ռոբերտ, Սարգսյան, Սամվել ինչաներ, Կարապետյան եւ այլն, ահա եւ ուրեմն պիտի ակտիվանա եկեղեցին, որը մեզ համար սրբության սրբոց է իրականության մեջ, բայց ինքը վաղուց ռուսական կաղնի ծառայության իմ պատկերացնում ազդեցության տակ է եւ կառավարվում է։ Ապացույցն եմ, թե քաղաքագետ իրավունք ունի շատ բաներ մտածելու, ինչպես նաև քաղաքացին, երկու փաստ ասեմ։ Այդպես էլ անհայտ մնաց, թե պատերազմը մեր աղետալի բարդությունից հետո, մեր այդ պատերազմը մենք պետք է հասկանանք, որ 44-օրյան շարքային պատերազմ չէ, Ռուսաստանը Ադրբեջանի ձեռքով մեր պոտենցիալը ոչնչացրեց, այսինքն շատ ավելի մեծ ոճիր գործեց, քան պատերազմի բարդություններ, այդ աչքի տեսեն, հետնիզատում եւ այլն։ Եվ ահա ուրեմն այդ ժամանակ Պուտին անձամբ շքանշանով է, անհայտ շքանշանով պարգևադրում է կաթողիկոսին եւ կաթողիկոս այնքան է նվաստանում, որ նախ չի մերժում, որտեվ Հայաստանի դեմ արշավ կազմակերպած պետության ղեկավարի շքանշանն է, բարգևն է ստանում եւ երկրորդը գնում է ուրեմն Երևանում Ռուսաստանի դեսպանատանն է, ուրեմն սրանք այնքան մարդու տեղ չեն դնում, որ նույնիսկ դեսպանը չի գնում Էջմիածին վեհապարի այդ բանում հանձնելու նստավայրում եւ այլն։ Եվ այսպես մինչեւ հիմա ես ելի եմ առիթ ունեցել, քանի անգամ կրկնել եմ, կրկնելու եմ։ Մենք պետք է իմանանք ինչ շքանշան է ստացել եւ ինչի համար, հրամանագրի տեսքը ինչն է։ Եվ երկրորդը քաղաքագետը նաև հարց ունի, իսկ դրամաշնոր հետը ստացել է թե չէ, նոր հրահանգներ ստացել է թե չէ։ Ես չեմ կարող ասել, չեմ կարող ժխտել, ոչ էլ բնդել, ուրեմն դոլարով է թե ռուբլով է, բայց հաստատ հեղաշրջմանը ուրեմն նոր թափ հաղորդել Սամվելին թիկուն կանգնել միանշանակ է իմ պատկերացումով եւ այստեղ է որ ակտիվացել է Հայաստանի Հանրապետությունն էլ պատի դեմ եղած վիճակում է, կամ մենք մեր ինքնիշխանությունը պիտի պաշտպանենք ձեզ հետ միասին վարչապետին թիկուն կանգնելով եւ նրանց ովքեր Հայաստանի պետական անկախությունը ատամներով պաշտպանում են, կամ էլ պիտի հրաժարվենք եւ մտածենք, որ մենք դառնում ենք մեռնող հեռացող Ռուսաստանի ռուսական աշխարհի մաս, абսուրդ է, բայց ես ձեզ ասեմ, որ ռուսական աշխարհում կամ ռուսկի միրում հայկական աշխարհի տեղ ընդհանրապես չկա, գուբերնիա չկա, էլ տարածք է, եւ այստեղ քաղաքական իշխանությունը ասում է հակահարձակման իրենց գործողությունների պարագայով։ Ենթադրում եմ, որ հետաքննությունը վաղուց է սկսվել, նյութական, որտեղ այնտեղ նարկոտիկի հարցեր կան, ուրեմն կան պետական դավաճանության լրտեսության հարցեր կան, չէ, բայց ակնհայտ է մի բան, որ կաթողիկոսը 44-օրյա պատերազմից հետո թեև ու թիկունք է կանգնել վերնախավ եկեղեցու գողապետությանը, Քոչարյանին տեսեք ձերբակալում են, ինքը հետո բան է, գորգորոց է հանում, Սերժին մեղադրում են բանի մեջ, Սալյարկի գողության մեջ ինքը են չինչան գար և Իզմիրլյանը տրամադրում է բոլոր նրանց, ովքեր պետական մեղադրանքով են ասնում, են օլիգարխ կոչվածները, որոնք պիտի չեխոտկա ձևագերվեն և գնան Գերմանիա բուժվեն, փախնեն այնտեղից Ռուսաստան, պարզ է չէ, այստեղ հարցը ինչի մեջ է և ասա ակտիվացավ, պետության հակահարվածն եկավ։ Հիմա հարցը թե ինչու հիմա, նախ Ռուսաստանն ակտիվացրեց սրանց, ես օրինակ մտածում եմ, թե այդ Սամվել կոչվածը եկել է ինչ անից տեղ, ինչի համար եկավ, են էլ անհասկանալի երկու երեխա է բերել,
ոչ նրա տեղի խոսած ընդհանրապես չես հասկանում ինչ է ասում, այն աղջիկն էլ ինչ որ բաներ եկել բացադրում սրանք ով են Հայաստանի հետ ինչ կապ ունեն, ինչ որ բարերարություն անեցել, ինչ եմ ուզում ասել, ուրեմն սրանց ռուսերեն ասած պատկրեբլենիա են անում, դե եկեղեցին չէ, մեր ցանց է, եկեղեցին այսպես, բայց եկեղեցում իրենք լավ են նստած եւ նրանք կողապետության շարունակալ, թե ինչ է կատարվում այստեղ եւ բարձր որ իշխանությունը ուրեմն պիտի միջոցներ ձեռք առնի սա այդ մասով, բայց մենք մեր մտերմությունը ինձ թվում է շփումները մեր տարիների պիտի ցես հիշեցնի, որ եկեղեցու մաքրման խնդիրը ես քրիստոնեան ժողովրդավարական գուսակցությունը 5 տարի առաջ է բարձրացրել եւ ամեն օր, ամեն շաբաթ միշտ բարձրաձայնել է, թե վերջ այս եկեղեցին երբ է գալու եւ կանգնելու իր ֆունկցիաների կատարմանը, այսինքն հավատի, հույսի, դավանանքի, բարոյական դաստիարակության եւ այլն, այդ բարձրացել, այսինքն դա հասարակական պահանջ է։ Այնպես որ ինձ համար զարմանալի բան չկա։ Բայց որ իրենք այդպես դիմադրում են, այստեղ ես զարմանում եմ։ Կաթողիկոսը ուներ կոմպրոմիսի գնալու տարբերակ։ Կարող էր իշխանության հետ, որտեղ դա եկեղեցին էր, օրինակ ես կուզենայի, որ ժամանակին ես եթերով էլ ասել եմ, եղբայր Արեմատ ակադեմիա սարքի մեզ խիստ անհրաժեշտ մեր եկեղեցուն էր ազգում, իսկական միջազգային ինքը կանի դա այդ շենքը, գրականությունը դասը, որպեսի մոնոֆիզիտ հայկական Գրիգոր Լուսավորչական եկեղեցին, որը 6 եկեղեցիների քույր եկեղեցիների գլխավորն է, խաբար չեն, որ դրա ակադեմիա լինի այդ բոլորի համար մեկ եւ երկրորդ մեր այս հոգեվոր դասը հերիք է գնա ինչ այն պասադում գնա կրթություն ստանա գնում չեք ստանում գալիս են բաշտի ինչին կամավոր տանում կրթության Սերգեյ Պասադ հոգևոր կենտրոնն է բանի ուղղափառ եկեղեցու բանի ռուսական ես էլ ասեմ մեջ դավանաբանական ցավալի հարցեր կա ռուսական ուղղափառ եկեղեցին մեր եկեղեցուն հաշվում է հերձվածողային եկեղեցի իրենք մեզնից իշքան ուշ են եղել իրենք բյուզանդական եկեղեցին ստացել են ժառանգություն ընդ որում աննայշխանուհու օգնությամբ գիտեք բայց մեզ հաշվում են այսինքն մի լագոտ եկել է ուրեմն կյանք տեսած ապրած բանը սպիտակահեր ծերունում բան է սովորեցնում մի հատ չի ընդունում այսինքն այս ծև է հան բանարանք մեր եկեղեցին դիտում են եւ դիքեսականության եկեղեցի հերձվածողություն դա դավանաբանական սուր հարց է բայց մեր եկեղեցու ուրեմն շրջանավարտներն այլ տարօրինակ է Երուսաղեմից գնում են Սերգեյ Պասադ ուրեմն սովորում են դուք եք գիտեք էլ ռուսական կենտրոններում ոնց է սովորեցին ուրեմն այն իդեոլոգիան աղջիկներ զվարճալի կյանքեր եւ չխ այս մարդիկ դառնում են ազդեցության գործակալներ Ռուսաստանի պատրիոտներ գալիս ազդեցություն են տարածում այս բաները այս ճգնաժամը եւ հիմա հարցի լուծման ժամանակն է բայց ինչու հիմա եղավ բայց ասեմ ինչ է սա առաջինը ասեցի այն շքանշանը երկրորդը ես անմիջապես եմ ելույթ ունեցել եւ Հայաստանի Հանրապետության առաջին դեմքը իշխանության հայտարարում է որ կոլխոզի նախագահի հետ հարաբերություն որևէ պաշտոնյա այլևս չի կարող ունենալ Բելարուս մեկնել գնալ գալ եւ ի ցուցադրություն Ծառուկյան Դագոյի հետ միասին գնում է Մինսկ եկեղեցի բացելու մեր հետ ինքնին լավ բան է չէ Բելարուս հայկական համայնք ուզել է բան ես հարց եմ տվել հիմա իրեն հարց տալիս իսկ Մինսկ գնալուց ռուսական գաղտնիծառայության գեներալների հետ հանդիպել է թե չէ այս մարդը որտեղ այդպիսի հանդիպումները կարող են լինել Անդարտիկայում էլի որ իմանան ասեն ինչ ես խոսում ես ինչ վստահաբար եղել են հրահանգավորվել եւ այլն գումարներ տալ առնել թե դրանք ես չգիտեմ բայց այսպես հավանաբար մեր գաղտնիծառայություններն այո տվյալներ ունեն այդ բանից Մինսկ սրա գործողումից ով կանչեց ինչի կանչեց նույնիսկ եթե սա տղամարդեր արժանապատվություն ուներ Լուկաշենկո Փաշինյան փոխհարաբերության վատթար վիճակը կա անկախ այս հանգամանքից ամեն հայ
քիչ շատ խելքգլխին պիտի վիրավորանք ունենա այս կոլխոզի նախագահի վերաբերմունքից Հայաստանի Հանրապետության համար, բայց հայերի մի մասը դա դիտում են անհատական վերաբերմունք, դե Նիկոլն էլի հո Հայաստանը չի, ես էլ ասում եմ դա Նիկոլը չի, դուք էլ լինեք դա Հայաստանն է, Լուկաշենկոն այդպես է վերաբերում, ուրեմն Հայաստանին են դեպքում, ասեմ ձեզ, երբ Բելարուսի պետությունը հիմնադրել է Ալեքսանդր Ֆյոդորովիչ Մյասնիկյանը, Լուկաշենկոն ուղիղ նստում է հայի ստեղծած պետության, որտեղ ուկրաինական պետություն չի եղել 18 թվականին այդ ճահիճների մեջ Մագիլյով եւ այլն, ուրեմն հայորդին Մյասնիկյանը հայտնի մեր, Մյասնիկյանը հիմնադրել է ուրեմն Բելարուսիայի պետություն, եթե նա շնորհք ունենա, պետք է Նիկոլի կոշիկները լիզի, բայց այդ շնորհքը հիմա տեսնում եք չկա, ինչպես որ Ալիևը, չէ, Ադրբեջան պետության կայացման մեջ Ղարաբաղի հայությունը գիտեք ինչ տեր ունի 20 թվականին 1000-ներ եւ իրենց դեմ։ Ուզում եմ ասել, ես երկրորդ հարցը գայ այսպես, ուրեմն պետք է հարցը բարձրի եւ հարցը լուծվի։ Հիմա ինչն է տարօրինակ, սա գնացել է ոչ միայն որ այդ համագործակցությունը կա ռուսների հետ, ու տեսել եք այս ռուսական սեգմենտից մորթես որևէ մեկին, նույնիսկ Ղարաբաղյան կլանից, միջին Արցախցուց Պուտինի հասցեին մի բառ չեն ասում, որ իրենք բռնաբարվել են Պուտինից։ Ալիևն ով որ այդ հարցերը այդպես բերել այդ օրերին։ Ոչ մի խոսք չկա, բայց վարչապետի եւ մեր հասցեին ինչ ասես վայրահաճ ունեն, ովքեր որ են ասո։ Այսպեսի բաներ եւ հարցը պիտի լուծվեր եւ ինչ է սա, այս մարդը կլան է ստեղծել, հայերի սիրած արդեն կառավարման ձևը, հորքուրի տղեն, մորքուրի տղած բորնիկը տղան, որը այսպես այն մեկը, այս մեկը նրա աղջիկը, նրա սիրածը սիրուն, եկեղեցին վերածել է ինչի համքարության։ Իր քրոջ տղան, իր եղբայրը, սա արդեն անթույլատրելի է։ Ասեմ ձեզ, սովետական շրջանում օրենք եղել, բացի կրթական հանրները, ոչ մեկը չէր կարող հարազատներով նույն տեղն աշխատեր։ Բայց այս էշի քուրակները մի գյուղ կար, չէ՞, բանի համայնքապետը իր հոր անունով գյուղի փողոց էր հիմնադրել։ Իսկ այդ Վարդանիկ ինչի է վերածել ուրեմն Գյումրին անհասկանալի է ինչի անում։ Տեսնում եք, չէ՞, գողությանը վրա բռնել են զարմանում, ասում ուրիշ գործ չունեն, չէ, չունեն, այ ապուշ։ Ոնց եթե իրավա մարմինների գործը քրեական հանցագործություն կատարողների եւ այլն բան։ Մի խոսքով էսպեսի բաներ եւ ահա այստեղ է սարսը եւ պիտի եկեղեցի մաքրվի։ Դե վարչապետ այստեղ մաքուր է, ասեմ, քանի անգամ կոչարեց կամավոր թող գնա։ Այդ նշանակում էր ինքը կարող է իր վիճակը նկատի ունենալով առաջինը գնալ խոսակցության, որտեղ ես ենթադրում եմ, որ ոչ մեկը չէր ուզենա մեր եկեղեցու շուրջ այս աշխարհի աղմուկը առաջացներ, որ իմանային դա ռուսական գաղտնի գործակալության ցանցը խայտարակ եղանք աշխարհով մեկ, որ պրեզիդենտ կոչվածն է ռուսական գաղտնի ծառայության հետ հասկացանք, որ բանի Ղարաբաղի ղեկավարությունը լրտեսային հասկացանք, այս Պոլոժենիայի մասին ով որ չգիտի, նրա համար անհասկանալի աշխարհում տեսը չկատարվում։ Ինքը կարող էր դա անել եւ դուրս գար։ Սիրուն իհարկե գողությունը, գողոնը բանը վերադարձնելով ներողություն երևի։ Մի խոսքով, բայց սրանք էլ գիտեք հայերին այս դրված չի քաղաքական իմաստությունը մեծ մասին եւ դա չեմ ասել, բայց հիմա պետք է ասեմ Լուշանգա 19-րդ դարի ֆրանսիացի հետ գերմանացի էթնոգրաֆ է շատ լավ հայտնի։ Դե ասում հայերը ինչ հայերը քաղաքականության մեջ պարզունակ են, պրիմիտիվ են։ Դուրս կար, բայց ինքը գողական, ինքը ոնց կարող է դուրս գալ։ Եվ երկրորդը բան ասում են անվտանգության ուժերը Էջմիածին են, բա աշտել կանեն, ցանկացած է։ Որ ասի ոնց կարող է որևէ պետության անվտանգության ուժերը լինեն զոնա, որ չմտնեն։ Ոնց կարող է լինել։ Եվ սրանց ուրեմն սա հանրային գիտակցությունն է, չթվում է թե հոգևորականներ են Վիեննայում են, դե կրսագրություններ որ կարդակ էր, օրինակ են Աջափ Սանդալյանը բանը ես իշքան գիտեմ Վիեննայում թե Իտալիայում է սովորել իրավական պետության այն աշխարհագրական միջավայրում։ Օրենքի մասին այսքան գիտակցություն չունի, դե ես չեմ ասում եմ գեներալ չունեք, բան չունեք, ասում եմ հեղաշրջման բան է։ Եվ ինչ են անում, դուք շատ եղեք հանրությանն էլ եմ ասում,
Բոլորը ովքեր պաշտպանում են սրանց եկեղեցուես մասերը, նախ ասում են եկեղեցու դեմ ոչինչ չկա։ Եկեղեցին այսօր ազատագրվում է այդ 200-300 տարվա գերությունից։ Մեր եկեղեցին վերադառնում է մեր։ Ոչ մի բանիմաց նորմալ հայ չի գնա եկեղեցու դեմ։ Ինքը հավատա չհավատա, դա բացառված է։ Եթե ինչ-որ բան չի։ Հիմա բայց ինչ են խոսում։ Դե ոնց կարել է, դու հա, ուրեմն եպիսկոպոսին չի կարելի ձերբակալել, հա? Ուրեմն օլիգարխի երեխին չի կարելի բանակ տանել, հա? Ուրեմն այդ մարզպետին չի կարելի։ Մանոմ է խեղճ ու գրակ ժողովուրդը պետք է համ աղոթի, համ զինվոր տա, համ ոչխար պահի, այս անասունների երեխեքին հետ որպես ոչխար պահի։ Այսինքն խեղճ ժողովրդի համար է օրենքը բոլորի համար է եւ Հայաստանի Հանրապետությունում իրավական պետության նորմերը հռչակվել են ժողովրդավարության սկզբումներ եւ օրենքը գերակա է։ Օրենքին ենթակա են բոլոր առաջին դեմքերը եւ առաջին հերթին հայոց հայրապետ օրենքին ենթակա է ու վերջ